Մեր անկախությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալու մենք որոշենք ինչպես ենք շարժվելու։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, եթե մենակ այս ամեն ինչն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն, ժամանակակից, արագ, դինամիկ, որ տարածաշրջանի բոլոր երկրները վաղը մյուս օրը մեզանից օրինակ վերցնեն, որովհետև ինչպես այսօր նշել եմ, աշխարհում չկա տեղ, որտեղ դուք գտնեք աղքատ հայ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, աղքատությունը ոչ թե հայ ժողովրդի մեջ է, այլ աղքատությունը կառավարությունում է։ Բայց եթե իշխանությունները վերարտադրվեն, Հայաստանը թրկանալու է։ Ասեմ ինչու։ Հիշում եք որևէ դեպք, երբ Ալիևը զառանցի այն մասին, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան պետք է վերադառնան ադրբեջանցիներ 300,000 եւ Հայաստանի վարչապետը կամ ցանկացած իշխանավոր իրենց բառով ասեմ, դուխով փորձեն հակադարձել։ Չկա նման դեպք։ Են մեր հայրենակիցներին, ովքեր այսպես սովորաբար միշտ չեն գնացել ընտրության, բացատրենք, որ պետք է գնալ ընտրության։ Եվ բացատրության համար միանշանակ ունենք պատճառներ։ Երբ որ հայ մարդը հասկանա, որ իր ձայնից բան է կախված, համոզված է միանշանակ գնալու է։ Մենք այս ընտրությունները իսկապես ճակատագրական ենք համարում։ Իսկապես մենք պետք է կատարենք ընտրություն եկեղեցի կառուցողների ու եկեղեցի քանդողների, բարեգործի ու չարագործի միջև։ Դրա համար ասում ենք, որ փոփոխությունների համար հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս, վերցնենք քվյաթերթիկ համար,